Ընկերներ ողջույն, սահմանը անցնում ենք ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Լուսինե Բադալյանի հետ։ Ողջույն Տիկին Բադալյան, շնորհակալություն միանալու համար։ Ողջույն, ողջույն, ես էլ եմ ուրախ հերթական անգամ տեսնելու իմ սիրելի լրագրող։ Շնորհակալություն։ Սկսենք հոգևոր խորհրդի հայտարարությունից։ Գիտեք, հոգևոր խորհուրդը քննարկում էր 4 օր շարունակ տարբեր հարցեր, որոնց թվում նաև Տեր Տարոնը կարգալույծ եղավ, ինչպես շատերը բնորոշում են ըստ իշխանության թեթև ձեռքով, որովհետև այսպես ասում են շարունակելու դեպքում տարբեր հոգևորականներ կարգալույծ են լինելու, բայց մինչև դրան հասնելը Գերագույն հոգևոր խորհուրդը խստորեն դատապարտում է ապօրինի ոտնձգությունները, որոնք դուք իրականացնում եք եկեղեցու դեմ, վերահաստատում է Էջմիածնի դիրքորոշումը աջակցել արդարադատության հաստատմանը, պաշտպանել եկեղեցականների, սպասավորների եւ հավատացյալ ժողովրդի իրավունքները, որոնք դուք խարխլում եւ թիրախավորել եք, ու նաեւ հանձն է առնում շարունակելու, որ եկեղեցականների բնականոն ծառայության ապահովման ուղղված քայլերը, նույն հովանավանքը վերադառնաց իր սա արարողակարգի կյանք ու նման բաներ, հա։ Այսինքն հոգևոր խորհուրդը 4 օր տարբեր հարցեր քննարկեց եւ իր վերջնական հայտարարությամբ բնորոշեց, որ դուք հավատացյալ ժողովրդի իրավունքներն եք նաեւ խարխլում ձեր գործողությունների միջոցով։ Չեք կարծում, որ սահմանը անցել եք արդեն մի տեսակ էլի։ Կարծում եմ, որ ժողովուրդը, հավատացյալ ժողովուրդը առանձնապես ամբողջականորեն այսպես գլոբալ վերցրած չի կիսում եկեղեցու այս հայտարարությունը եւ չի կարծում, որ մենք ոտնձգություններ ենք կատարում եկեղեցու նկատմամբ, բայց այն, որ արդեն որոշակի սահմաններ հատվել են, ես չեմ կարող դա ժխտել, բայց կարծում եմ, որ նաեւ հատվել են եկեղեցու կողմից, օրինակ վերջին կարգալույծ անելու վերջին քահանային կարգալույծ անելու հայտարարությունը ես կարդացի, որտեղ ի թիվս այլ պատճառների եւ ամենագլխավորը նաեւ նշվում էր, որ 2024 թվականից նա առանց զգուշացնելու լքել է իր թեմը եւ իր ծառայությունը թողել է։ Այսինքն, այստեղից ինձ մոտ հարց առաջացավ հայտարարությունը կարդալուց անմիջապես հետո։ Սա արդեն 2025 թվականի ավարտն է։ Մոտենում է 2026-ը, այսինքն գրեթե 2 տարի է, այդ խնդիրը գոյություն ունի, առկա է։ Քահանան Հայաստանում չի եղել, անձնական խնդիրներ է ունեցել, ինչու հենց այսօր որոշեցին կարգալույծ անել։ Եվ ի թիվս այլ պատճառների նաև նշված էր, որ մասնակցել է Հովանավանքի պատարագին, որը որ փաստորեն եկեղեցական օրենքների խախտում է իրենից ներկայացնում, բայց սա չէր նշված որպես գլխավոր, բայց մենք բոլորս հասկանում ենք, չէ՞ որ սա է գլխավոր պատճառը։ Այլապես եթե այն մյուս պատճառները, որոնք որ թվարկված էին, այդքան իրենցից կարևորություն էին ներկայացնում, կարելի է շուտ կարգալույծ անել, եթե եկեղեցական որևէ կանոն խախտել էր քահանան։ Եվ հետևաբար եկեղեցին իհարկե պարբերաբար առատորեն այսպես հայտարարություններ է տարածում անընդհատ։ Սկզբում դրանք շատ ավելի քաղաքական էին, սկզբում կոչեր էին ժողովրդի համախմբվելու, վարչապետին հրաժարականի կոչեր էին ուղղված վարչապետին։ Հիմա արդեն այսպես կարծում եմ, որ այս ամբողջ խժդժությունները ունեն նաև դրական կողմ, այսինքն եկեղեցին սկսել է բացառապես եկեղեցական հայտարարություններ տարածել, որոնք իհարկե քննարկելի են, բայց այնուամենայնիվ գոնե իրենց իրավասության շրջանակներում են։ Ետ քայլ չեք անելու։ Չեմ կարծում, որովհետև այստեղ ետքայլ անելու կարիք չկա։ Մենք շատ հստակ ձևակերպել ենք մեր նպատակները եւ նաեւ մտադրությունները, որևէ բան չենք թաքցնում, այսինքն ասել ենք, որ եկեղեցում կան հոգեվորականներ, որոնք իրենց վարքով, իրենց ապրելակերպով, իրենց մտածելակերպով եւ մոտեցումներով չեն համապատասխանում եկեղեցականի վարքագծին եւ հետեւաբար մենք, քանի որ մտնում ենք պատմականորեն նոր փուլ, որտեղ որ մենք ունենք ահռելի մարտահրավերներ, բայց այնուամենայնիվ ժողովրդի հետ միասին կերտում ենք մեր ապագան, ընդ որում շատ լրջագույն քայլեր են արվում, այսինքն այս ապագան պիտի լինի կոնֆլիկտներից զերծ, պիտի լինի մի ամբողջապես այսպես այլ պայմաններում մենք պիտի բոլորս միասին մեր ճանապարհը շարունակենք, այս ընթացքում մեզ հարկավոր է որպես թիկունք իր սկզբնական առաքելությունը կատարող եկեղեցի։
Մгм. Իսկ դուք չեք կարծում, որ որոշակիորեն այսպես ասենք, այդ ձեր առաքելության մեջ համենայն դեպս դեռևս արդյունքներ չեք գրանցում, որովհետև մենք տեսնում ենք, որ ասում են նաև իշխանության գործողությունների հետևանքով, նետպես իրար ետևից օրը մի հոգևորականի կարգալույծ են անում այլախոհության համար, հա, եթե չլիներ այս իրավիճակը, այդ մարդիկ եւս չէին կարգալույծ արվի, իրավիճակը էլ ավելի չէր սրվի, դրան զուգահեռ Հովանավանքից վերջացրեցիք, հիմա էլ գնում եք արդեն Թալինի եկեղեցի, որ այնտեղ պատարագի մասնակցեք Տեր Թադեի մատուցմամբ ու պարզ է, չէ, որ հաջորդը արդեն լինելու է Տեր Թադեն։ Տեսեք, ոչինչ այս կյանքում միակողմանի չի լինում։ Եթե հայ առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդները պետության ղեկավարին համարում են ոչ լեգիտիմ, ապա միևնույն ժամանակ պիտի պատրաստ լինեն, որ իրենք եւս հասարակության մի հատվածի, ինչպես նաև պետության կողմից կարող են համարվել ոչ լեգիտիմ հոգևոր առաջնորդներ։ Եվ հետևաբար, եթե այս իրավիճակը ստեղծվել է, սա այնքան վտանգներով լեցուն իրավիճակ է, այնքան քաոտիկ ռիսկերով լեցուն իրավիճակ է, որ ինչ ասես կարող է պատահել։ Այո, այդ հոգևորականները որոշակի խնդիրների մեջ հայտնվել են, ավելի սուր խնդիրների մեջ հայտնվել են, գուցե թե այս ընդհանուր ստեղծված իրավիճակի պատճառով, բայց կարծում եմ, որ որևէ մեկի համար նորություն չի, որ եկեղեցում շատ վաղուց, դեռևս տասնյակ տարիներ, եկեղեցու ներսում կան լրջագույն խնդիրներ եւ դրանք ժամանակ առ ժամանակ այսպես ալեկոծվում են, հա, այսպես ասենք, եւ աննախադեպ չի այնուամենայնիվ եկեղեցու ներսում սկսված կոնֆլիկտը, որը որ հիմա իհարկե շատ ավելի սուր բնույթ է ստանում։ Եկեղեցու ներսում, ոչ թե եկեղեցի պետություն, եկեղեցու ներսում եղած այդ կոնֆլիկտը, որը միշտ եղել է եւ գնալով խորացել է, եւ եթե այս անգամ էլ որևէ լուրջ քայլ չկատարվի եւ եկեղեցին այսպես չինքնամաքրվի, այս կոնֆլիկտները լինելու են պարբերաբար եւ ամեն հաջորդ կոնֆլիկտը լինելու է շատ ավելի ուժեղ։ Դրա համար ես կարծում եմ, որ միևնույն է շարունակում եմ պնդել, չեմ հոգնում պնդել, որ սա այն իրավիճակն է, որ որպես քրիստոնյա, որպես հոգևոր առաջնորդ, որպես Քրիստոսի պատգամներին հետևող եւ դրանք սերունդներին փոխանցող անհատ կաթողիկոսը ինքը պիտի քայլ կատարի եւ ինքը պիտի հասկանա, որ իրենից է կախված այս ամբողջ իրավիճակի հանգուցալուծումը։ Տիկին Բադարյան, որոշակի տեղեկություններ են շրջանառվում, որ այնուամենայնիվ գտնվել են որոշակի եպիսկոպոսներ, ովքեր պատրաստ են եղել երկխոսության եւ այլն, բայց դա կանխել է կաթողիկոսը կամ Կտրիչ Ներսիսյանը եւ ընդհանուր որոշակի խոսակցություններ կան, որ դրանից նաեւ ելնելով ինչ եպիսկոպոսների հարց է բերվելու օրակարգ, ընդհանուր նրանց կարգալույծ անելու համար, հա, դա արդեն իրավիճակի բոլորովին այլ նոր մակարդակի էսկալացիա է բերելու ու ինչպես տեսնում եք Կտրիչ Ներսիսյանը համաձայն չէ ձեզ հետ եւ հեռանալու միտք չունի, այլ հակառակը ամեն իր քայլով ձեզ ցույց է տալիս, որ ինքը օգտագործելու է իր բացարձակ իշխանությունը մինչև վերջ։ Դուք որպես հայ մարդ, երբ կողքից լսեք այն ինչ որ դուք ասացիք, որևէ հարգանք ձեզ մոտ առաջացնում է արդյոք կամ որևէ ակնածանք, որևէ դրական զգացողություն առաջացնում է այս ամբողջ պատմությունը, այսինքն այն քայլերը, ինչ որ անում է հայ առաքելական եկեղեցու առաջնորդ կաթողիկոսը։ Հասկանում եք, թե որ այստեղ կտրուկ քայլերի կարիք կա արդեն։ Ես նույնիսկ կարծում եմ, որ նույնիսկ պետությունը արդեն ժամանակն է, որ այս հարցերին խառնվի, որովհետև բնականաբար որևէ երկխոսություն չէր հանդուրժելու հայրապետը, այսպես ասենք, որովհետև չմոռանանք, որ նա օրհնել էր սրբազան շարժումը։ Եվ Բագրատ Սրբազանը պարբերաբար ասում էր, որ այո, կաթողիկոսի օրհնությամբ հայրապետի օրհնությամբ ենք մենք այս շարժումը անում, իսկ շարժումը նույնիսկ շարժման մասնակիցների համար է, չէ, արդեն ակնհայտ, որ հակապետական շարժում էր դա։ Ակնհայտ էր, արդեն ակնհայտ է բոլորի համար։
Նույնիսկ վստահ եմ, որ այդ շարժման մասնակիցների մեծ մասը իրեն շատ խաբված է զգում, որովհետև խաղալով նրանց զգացմունքների հետ, այդ ազգային արժանապատվությունը վիրավորված լինելու այդ թեզը անընդհատ այսպես կաթացնելով այդ մարդկանց հանել էին փողոց, ինչի համար, որ եթե այդ շարժումը չկանխվեր կամ ժողովուրդը ընթացքում չնոսրանար եւ չհասկանար, որ սխալ ճանապարհի վրա է, մենք ունենալու էինք բավականին վատ իրավիճակ, այսինքն մենք առնվազն չէինք ունենալու անկախություն եւ ինքնիշխանություն։ Եվ սա փաստ է։ Օրինակ, եթե ես լինեի ձեր ընդդիմադիր գործիչներից մեկը, ես կասեի, այո, ինձ մոտ ակնածանք է առաջացնում կաթողիկոսի այսպես դիրքորոշումը մինչև վերջ գնալու, որովհետև այդ մարդը ուզում է ազգադավ իշխանություններից այս երկիրը ազատվի, հա, նրանք ձեզ, չգիտեմ, նաև իշխանազավթ են ասում, այստեղ ձեզ ազգադավ հակաեկեղեցական, չգիտեմ, էլ ինչական, այդ տրամաբանությամբ օրինակ ակնածանք գուցե կզգայի ես Դրա կաթողիկոս։ համար էլ մեր ընդդիմությունը երբեք չի հաջողել եւ ցավում եմ, բայց երբեք չի էլ հաջողել։ Գիտեք ինչու, որովհետեւ ունի այդ մտածելակերպը, արժե համակարգն ու աշխարհայացքը։ Վստահ եմ, որ կլինեն, վստահ եմ, որ նաև կլինեն ընդդիմադիր գործիչներ, որոնք առանձին կկապվեն կաթողիկոսի հետ եւ նրան կգովերքեն, կհորդորեն շարունակել նույն տեմպերով եւ այլն, մեկ վայրկյան անգամ չեմ կասկածում։ Եվ հենց դա է պատճառը, որ մենք ունենք այնինչ ունենք։ Ունենք այս իրավիճակը, ունենք փակ սահմաններ, ունենք պարբերաբար քաղաքական, տնտեսական, հոգեբանական եւ բազմաթիվ այլ ճգնաժամեր։ Այս սրա համար ունենք եւ հենց մենք ամեն օրվա ռեժիմով դա ենք ասում, որ ժամանակն է փոխել աշխարհայացքը, ժամանակն է հասկանալ, որ աշխարհը ընդհանրապես թևակողել է մեկ այլ փուլ, իսկ մենք մնացել ենք միջնադարում։ Ժամանակն է համընթաց քայլելու, ժամանակին համընթաց քայլելու եւ մտածելու, որովհետեւ սա անխուսափելի գործընթաց է, որովհետեւ այն ինչ որ դուք նշեցիք, որ ընդդիմադիր գործիչները կասեն, մեր հաջորդ սերունդը, մեր երեխաների սերունդը չի հասկանում, իրեն չի էլ հետաքրքրում եկեղեցի պետություն, այս առճակատումը, չգիտեմ, կաթողիկոսի պահվածքը, ընդդիմադիր գործիչների խոսույթը, բնավ չի հետաքրքրում երիտասարդ սերունդը։ Երիտասարդ սերունդը մեզանից որպես պետություն այլ ակնկալիքներ ունի։ Ունի ակնկալիքներ, որ մենք կարողանանք իր համար ստեղծել այնպիսի պայմաններ, որ նա կարողանա եւ աշխարհին համապատասխան կրթություն ստանա եւ կարողանա արդեն այդ կրթության շնորհիվ տիեզերք նույնիսկ նվաճի եւ կարողանա ստանալ հնարավորություններ իր բոլոր երազանքները իրականություն դարձնելու։ Իսկ թվում է, որ մեր ընդդիմադիր դաշտը, ինչպես նաեւ հասարակության մի շերտ, շարունակում է իր գոյությունը պահպանել այսպես մտածածին միջնադարում։ Հիմա մենք այդ միջավայրին կգանք, բայց մի հարց էլ էլի այդ համատեքստում։ Օրինակ այն, որ վարչապետը պակ գործակալ է համարում Եզրաս Ներսիսյանին, հետո աշխանշան է ստանում Պուտինից եւ այլն, սրանք կարծես ամեն ինչ տրամաբանական է, հա, վարչապետը ոչ մի նորություն չասեց, համենայն դեպս երևի հանրության մեծամասնության համար Պուտինն էլ ոչ մի նոր բան չարեց, որից մենք կարող էինք զարմանալ, հա, որովհետև այդպիսի շքանշաններ ունի նաև Կտրիչ Ներսիսյանը, օրինակ, իսկ ինչու՞ չունենա նրա եղբայրը, եթե նաև պակ գործակալ է իսկապես, բայց տեսեք, օրինակ Կտրիչ Ներսիսյանը վերջերս էր Հայաստանում, երբ Սամվել Կարապետյանին հաջակցության հանրահավաքի էր մասնակցում եւ այլն, Կտրի՞չ, թե եզրափ եզրափ։ եզրափ Եզրափ։ Օրինակ դուք հարց ունեք իրավապահ համակարգին, եթե այս մարդը գործակալ է, հա, այսինքն չի սпасարկել Հայաստանի շահերը, ենթադրաբար սпасարկել է այլ երկրի շահերը, լինելով հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորական Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի թեմի առաջնորդը։ Իրավապահ Արմինեից կհետաքրքրվեք, ինչու է այդ մարդը ազատ ելումուտ արել այս երկիր։ Ես իրավապահ մարմիններից ընդհանրապես շատ հետաքրքրվելու բան ունեմ եւ շատ հարցեր ունեմ եւ կարծում եմ, որ այդ հնարավորությունը ինձ կտրվի առաջիկայում այդ հարցերը տալու, որովհետեւ վարչապետը բնականաբար առանց համապատասխան մարմինների զեկույցների նման հայտարարություններ, այդ մասշտաբի հայտարարություններ հազիվ թե իրեն թույլ տար։ Այդ դեպքում ինձ մոտ ամենակարևոր հարցը թերևս այն է, թե իսկ ինչու դրա համար համապատասխան գործողություններ չեն սկսում։ Չնայած մյուս կողմից, որ մի քիչ երկար մտածում ես, ձեր ասածը ավելի ակտուալ է դառնում, որովհետև Եզրասը ենթադրենք պակ գործակալ է,
Բայց նա իր կյանքն ու գործունեությունը ծավալում է Ռուսաստանի Դաշնությունում, չէ՞։ Եվ հետևաբար հայ իրավապահ մարմինները նրանով զբաղվելու այս պահին հնարավորություններ շատ չունեն։ Բայց երբ որ նա արդեն եկել է Հայաստան, այդ ժամանակ թերևս որոշակի գործողություններ պիտի լինեին եւ հետևաբար, եթե մենք այն դիտանկյունից ենք նայում կամ այն ելակետից ենք շարժվում, որ ենթադրաբար հիպոթետիկ եզրասպակ գործակալ է, ապա սա էլ միևնույն ժամանակ ամբողջությամբ հաստատում է քիչ առաջ իմ նշած սրբազան շարժման բնույթը։ Տիկին Բադալյան, օրինակ ձեր ընդդիմախոսները ասում են, որ ձեր իշխանությունը, երբ երկիրը կազատվի ձեզ նման իշխանազավթներից 2026-ին, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ խնդրելու եք, որ ձեզ դատեն Բաքվում, ոչ թե Երևանում, որովհետև դա ձեզ համար լինելու է այսպես շատ ծանր մի բան, հա, քան կարող է լինել Բաքվում։ Դուք նման մտավախություն չունեք, որ 2026-ին պարտվեք եւ ձեզ այսպես դատ ու դատաստանով կամ առանց դրա հավաքեն ու Ու հրկիզեն, կամ գլխատեն, դե կամ գնդակը, դե օրինակ Բագրատ Գալստանյանը տենց մտածում էր, որ արժի վերականգնել մահապատիժը։ կամ Կշարեն ձեզ պատի տակ եւ եկեղեցականի շուրթերից հնչում է մահապատիժ վերականգնելու մասին խոսքը եւ ես ասում եմ, եթե այս ինքնաբուխ հակամարտությունը այս պահին առաջանար, երևի թե մեր ընդդիմությունը եկեղեցու հետ համատեղ կվերականգներ նաև ինկվիզիցիան։ Այսինքն ցանկացած մարդ, ով որ ինքնուրույն կարծիք կարտահայտեր, երևի հրապարակի կենտրոնում խարույկի վրա կայրվեր կամ գիլյոտին է այնտեղ մեջտեղ կբերվեր եւ այլն։ Սարսափելի է իրականում պատկերացնել, բայց մի բան պիտի ասեմ, որ ամենաարդար եւ լավագույն դատավորը ժողովուրդն է։ Մենք չենք վախենում ընդդիմության դատից, մենք չենք վախենում եկեղեցու դատից, մենք գիտենք, որ մեր մեր ճանապարհը արդար է, հա, որով որ մենք շարժվում ենք, եւ եթե հավատքի տեսանկյունից գնանք, վստահ ենք, որ համենայն դեպս Աստված մեզ կտա այդ զորությունը, որպեսզի մենք այս ժողովրդին կարողանանք մեկ այլ հարթություն տանել, հա, զարգացվածության եւ անվտանգության ու բարեկեցության, եթե Աստված կամենա։ Իսկ հետևաբար ընդդիմության եւ եկեղեցու դատից մենք չենք վախենում, բայց ժողովրդի դատից միշտ պետք է վախենալ։ Իսկ եթե մենք մեր ժողովուրդը այնուամենայնիվ մենք սխալվել ենք ժողովրդի մեջ եւ մեր ժողովուրդը այնպիսին է, որ այդպիսի կոչերին տուրք է տալու եւ մեծագույն հաճույք է ստանալու, իրենց հայրենակիցներին դաժանաբար դատելուց կամ գլխատելուց կամ մահապատիժ վերականգնելուց, ապա գուցե մենք հենց սրան ենք արժանի։ Մեր ձևովն էր հայտարարություն տարածել, ասում էր, որ դուք Սամվել Կարապետյանի անունը լսելիս ցնցումների մեջ եք ընկնում, որովհետև երկրում օրակարգ է թելադրում Սամվել Կարապետյանը։ Շատ լավ, շատ լավ, այսօր ով ինչ ում մտքին, ում խելքին ինչ փչում է նա արտահայտում է, հետևաբար մեկնաբանությունների կարիք կա, եթե հարց եք որպես ձևակերպում, արդյոք մենք ցնցումների մեջ ընկնում ենք, թե ոչ, ոչ, իհարկե, բացարձակ ցնցումների մեջ չենք ընկնում, մենք շատ իրարամերժ զգացողություններ, շատ տարբեր մարդիկ տարբեր զգացողություններ ունեն, քանի որ ես եմ այս պահին հարցազրույց տալիս, ինչ զգացողություն եմ պարբերաբար ես ունենում Սամվել Կարապետյան անունը լսելիս։ Առաջին հերթին ափսոսանքի, իրոք ափսոսանքի։ Երկրորդ հերթին մի փոքր խղճահարության, եւ դեպքեր կան, որ ուղղակի ժպիտ է առաջանում, բայց այդ ժպիտի մեջ լինում է եւ ափսոսանքը եւ մի քիչ էլ խղճահարությունը, իրոք ափսոս։ Տիկին Բադալյան, կարծում եմ դուք էլ չեք հետքի, որ 2026-ին ընթառաջ հիբրիդային գրոհները, պատերազմները շատ ավելի ուժգին են կիրառվելու Հայաստանի դեմ եւ դրանք մասնավորապես կամ դրա մի մասը նաեւ Ռուսաստանից է գալիս։ Ինչի մասին ձեր իշխանության ներկայացուցիչները շատ հաճախ բացեիբաց ասել են, էլի, այնպես նոր Ես էլ։
Ահա, նորություն չկա այստեղ եւ Հայաստանը իր համար այսպես նաեւ հետաքրքիր է կողքից նայում է դիտարկում է Մոլդովայի վերջին 2 տարվա, վերջին 1 տարվա փորձը, թե ինչերի միջով անցավ այդ երկիրը, երբ Ռուսաստանը ինչ գործիքներ կիրառեց, ինչպես էր փորձում միջամտել ընտրություններին ու հազար ու մի բան, հա, այնտեղ եկեղեցականների գործի դրեց, քաղաքական եւ ինչ որ պրոքսի քաղաքական ուժերի, մեդիաների, ֆիզիկական եւ on-line գումարների ու հազար ու մի բան արեց Եվ Մոլդովան բավականին մեծ դժվարությամբ, բայց կարողացավ դիմակայել ի վերջո այդ ամենին, իհարկե իր միջազգային գործընկերների ակտիվ ներգրավվածությամբ, այո, եւ աջակցությամբ, բայց կարևոր էր, որ Մոլդովան ուներ այդ ցանկությունը եւ կամքը դրան դիմագրավելու, հետեւաբար նաեւ այդ օգնությունը ստանալու, որովհետեւ դու պիտի ուզես նաեւ որ քեզ օգնեն, չէ՞։ Այդ ուզում եմ հասկանամ Հայաստանը ինչպես է այդ ամենին դիմագրավելու, երբ որ մեդիաների մասով Մոլդովան առանց վարանելու աչքը թարթելու լիցենզիաներ ձրկում է բոլոր մեդիաներին, որոնց արմատները օրինակ Ռուսաստանից են, կամ որոնք սպասարկում են ռուսական նարատիվները, եւ կառավարությունը նոր, որը Մոլդովայում ձևավորվեց, ընդամենը 2 օր առաջ նիստ էր գումարել եւ իր առաջին որոշումներից մեկն էր ռուսական տների փակումը այդ երկրում, որովհետեւ դրանց միջոցով եւս փորձում են միջամտել երկրի քաղաքական կյանքին ու ապակայունացնել այդ երկրի իրավիճակը։ Բայց մենք ինչ որ բալանսավորում են երկրի ներսում, կարող է ինչ որ շատ sense բան ենք էլի ընկալում մի տեսակ, շատ ծայրահեղ ենք ընկալում եւ այդտեղ բալանսավորումը կորում է։ Ինչ նկատի ունեմ ռուսական մեդիաների այստեղ սփռվածությունը եւ հասանելիությունը, ռուսական տների, մշակութային կրթական ինչ որ հաստատությունների օր-օրի ծլելը մեր տարբեր մարզերում, հա, մոլախոտի պես, ֆինանսական ռեսուրսների գուցե ոչ կառավարելի լինելը, հաշվի առնելով, որ Ռուսաստանը այստեղ շատ իրեն ավելի ազատ եւ բաց կարող է զգալ, քան օրինակ Մոլդովայում, հաշվի առնելով այն ակնհայտ քաղաքական ու եկեղեցական եւ նաեւ հասարակական շրջանակները, որոնք այդ նարատիվների ջատագովն են։ Ուզում եմ ասեմ, ձեր հույսը ինչի վրա եք դրել, բացի ժողովրդի ողջախոհությունից։ Նայեք, դա է ուզում ասել, որ տեսեք, գործիքները լրիվ նույնն են։ Նույնական ձեռագիրը նույնն է։ Այսինքն TV-ները, կազմակերպությունները, որոնք գործում են քո երկրում, ամենակարևորը եկեղեցին եւ պրոռուսական քաղաքական ուժերը։ Սրանք են, չէ՞ եղել հիմնական գործիքները Մոլդովայում։ Այս նույն գործիքները մեր դեմ կիրառվում են 2018 թվականից սկսած։ Այսինքն նույնիսկ ոչ թե հետ պատերազմյան շրջանում, այլ հեղափոխության հաջորդ օրվանից այս գործիքները կիրառվում են մեր դեմ։ Եթե նկատել եք, ուղղակի այս ընթացքում այո, իրենք ուժ գնանում են, բայց այստեղ մի տարբերություն կա, որ մենք վերջին 7 տարվա ընթացքում հատկապես շատ ծանրագույն տարբերակով մեր մաշկի վրա հիբրիդային պատերազմի գործիքների ուժգնությունը զգացինք 2020 թվականին եւ դրանից հետո պարբերաբար զգում ենք եւ ուզում եի ասել, որ ի տարբերություն այլ երկրների, մենք առանց օգնություն ստանալու մինչև այս պահը կարողացել ենք հաղթահարել։ Ես կարծում եմ, սա նայեք, որպես քաղաքական թիմի դիրքորոշում խնդրում եմ չընկալեք, այլ ընդհանրապես իմ անձնական մոտեցումը, ինչ եմ ես ենթադրում, ինչու ենք մենք հապաղում։ Կարծում եմ, որ քանի որ մենք բարեհաջող կերպով ժողովրդի հետ միասին իհարկե մի շարք դժվարություններով կարողացել ենք այնուամենայնիվ այսպես չկոտրվել եւ չպարտվել վերջնականապես հիբրիդային պատերազմում, կարծում եմ, որ ընտրությունները, երբ որ կլինեն 2026 թվականին, եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացին իր քվեով կհաստատի, որ այնպիսի կոնսենսուս կա երկրում դեպի արևմտյան արժեքներ, դեպի օրինակ դիցուք Եվրամիություն կամ դեպի այն ապագա, որը որ մենք ենք նախանշում, երբ որ ժողովուրդը այդ մանդատը կտա, դրանից հետո գործողությունները կլինեն շատ ավելի խիստ։ Ենթադրում եմ, որ այդպես պիտի լինի։ Ընդ որում խոսքս միայն մեր մասին չէր հաղթանակ տանելու, հա, որ քաղաքացիական պայմանագիրը բացարձակ մեծամասնությամբ լինի ու իշխող ուժ, այլ մենք այնուամենայնիվ տրված ձայներից կհասկանանք ժողովրդի ցանկությունները, այսինքն մենք այսօր ունենք, տեսեք, հիմնական պայքարը ընթանում է այս պահին, հա, քաղաքացիական պայմանագիր եւ Հայաստան դաշինք, օրինակ, հա, ենթադրենք այսպես վերցնենք, բայց միայն եւ այս կողմում միայն քաղաքացիական պայմանագիրը չի, կան Եվրոպամետ ուժեր, կան Հայաստանի ապագան
մեր տեսլականը կիսող, բայց դրա համար այլ ճանապարհներ պատկերացնող քաղաքական ուժեր, բայց ուղղությունը նույն ուղղության վրա էլի կան քաղաքական ուժեր եւ կան պրոռուսական այլ ուժեր, բացի Ռոբերտ Քոչարյանի ուժից, բացի նոր ձևավորվող Սամվել Կարապետյանի ուժից, էլի կան պրոռուսական ուժեր եւ հետեւաբար կարծում եմ քաղաքացին իր քվեով այդ մանդատը կտա, կարծում եմ, որ կտա, բայց եթե չի տա եւ մեծամասնությունը կընտրի պրոռուսական, հա, անկախությունը զոհաբերելու եւ կրկին վերադառնալու այդ անցյալին վերադառնալուն, էլի խոսքս միայն կոռուպցիայի մասին չի, խոսքս ինքնիշխանությունը կորցնելու մասին է, կոնֆլիկտային իրավիճակներում եւ կոնֆլիկտը քեզ վրա այս մահակի պես պահվող այս ամբողջ քաղաքականությանը վերադառնալու, եթե ցանկություն կունենա Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ապա կարծում եմ մենք որևէ անելիք չունենք, որտեղ եթե մենք հիմա փակենք Մոսկվայի տները եւ ռուսական ալիքները, դրանք կբացվեն անմիջապես մի քանի ամիս հետո։ Բայց շատ կարևոր է հասկանալ ժողովրդի պահանջը հասկանալը շատ կարևոր է։ Ես փոքրինչ ձեզ հետ թույլ տվեք չհամաձայնեմ, որովհետև եթե ելնենք այն կանխավարկածով, որ այո, կարող են նաև պրոռուսական ուժերը ինչ որ հաղթանակ տանել, դրա եթե լիներ դրա ողջամիտ, այսպես ասենք, կասկածը, ապա կարիք չէր լինելու հիբրիդային գրոհներ իրականացնել, հազար ու մի սցենարներ մշակել, այդ հանրությանը վախեցնել, Համաձայն եմ։ ուզերի վրա աշխատելու։ Հետևաբար դա չկա, եւ դա կարող է լինել միայն այն դեպքում, երբ իշխանությունը, որը պարտավոր է մեզ նաև ֆիզիկապես մեր անվտանգությունից բացի ապահովել նաև մեր կոգնիտիվ անվտանգությունը, դա չի անում։ Եվ այդ մարդիկ հնարավորություն են ունենալու ազդել հանրության վախերի վրա, այո, վախացնել այդ հանրությանը զգայուն թեմաներով, ավանդական արժեքներ, չգիտեմ, ավանդույթներ, ինքնության ոչնչացում, չգիտեմ, սեռային ինչ որ հարցեր ու նման բաներ, եւ մարդը վախից ելնելով գնա ինչ որ ընտրություն իրականացնի, վերջում էլ կանգնենք անունը դնենք ժողովրդավարություն, ծափահարենք, դուք լավագույն դեպքում լքեք երկիրը, մենք էլ այդպես վատագույն դեպքում ապրենք ինչ որ բռնապետական ռեժիմում, բայց անունը դնենք ժողովրդավարական թափանցիկ արդար ընտրություններ։ Ես չեմ հավատում, որ այդպիսի ելք կարող է լինել։ Մտքիս ծայրով անգամ չի անցնում։ Ես կարծում եմ, որ մեր ժողովուրդը շատ կոպված է արդեն, բայց միևնույն ժամանակ, տեսեք, ցանկացած բան, որ դու ուզում ես սովորել, լավագույն ուսուցիչը փորձառությունն է։ Երբ որ ժողովրդին ուղակի զրկում ես ինչ-որ մի բանից, որը դու ինքդ համարում ես, որ դա սխալ է եւ զրկում ես, ջարդերը հանգիստ պահելու համար։ Միևնույն է, հետո դա այդ ժողովրդին հասցնելու հնարավորությունները կգտնվեն։ Իսկ այսպիսով ժողովուրդը ինքը ինչպես ասեմ, ամեն անգամ սխալվելով, ճիշտ է մի քիչ ցավոտ է, դե դուք պատկերացրեք, եթե ձեր նյարդերն են խանգարվում, եթե դուք եք սարսափելի իրավիճակում, բա մենք ինչ ասենք։ Օրնի բուն, տարիներ շարունակ, օրը 24 ժամ, անընդհատ, այդ հայոյանքները, այդ անեծքները, այդ սպառնալիքները լսելով, դրանք չեն դադարում։ Բացեք հիմա մենք էլ իրար հետ զրուցենք, հետո դուք բացեք այդ տակի կոմենտները կարդացեք։ Կարդացեք մենք դրա միջով անցնում ենք շատ ավելի ծանր, բայց սա հաստատուն ճանապարհն է, հաստատուն։ Այսինքն այդ համառությունը, որով մենք մեր դիմակայունությամբ ուզում ենք ժողովրդին ցույց տանք, որ այո, չարչարվելով դժվարությամբ, բայց մենք այս ճահճից դուրս ենք գալու։ Իսկ եթե ժողովուրդը մեծամասնորեն, այսպես ժողովրդի մեծամասնությունը ընտրելու է ճահիճ վերադառնալու տարբերակը, ոչ ես, ոչ դուք ժիրայր, ոչինչ չեն կարողանալու անել։ Բայց ես վստահ եմ, որ դա այդպես չի լինելու, վստահ եմ։ Բայց ես ուզում եմ, որ նաև մենք բոլորս վստահ լինենք, որ բացի մեր ողջախոհությունից, ինստիտուտները եւս ողջախոհ են եւ իրենց գործառույթների տիրույթում պիտի աշխատեն եւ այո, պաշտպանեն նաև մեր գիտակցությունը, որի վրա օրինակ հարձակումներ են իրականացվում։ Ես Պիտի հավատում կարողանան վերահսկեն անվերահսկելի ինչ որ ֆինանսական հոսքերը, չգիտեմ, ասենք դժվար չէ՞ լի պատկերացնել, թե ինչ ֆինանսական ռեսուրսներ կարող են կիրառվել։ Օրինակ մի Գյումրու օրինակով, հա, մենք տեսանք կաշառքի նաև դեպքեր եւ այլն, բայց ինչու է բանը հասել այդ կաշառքին, ինչու է հնարավոր կրիմինալով ձևավորած ֆինանսական միջոցները վերածել քաղաքական process-ի մաս։ Այստեղ դուք հարցեր պիտի տաք, օրինակ ձեր գլխավոր դատախազին որ գալիս է, ոչ թե նրան ծափահարենք եւ ասենք, օ, ինչ լավ է ամեն ինչ մեկնաբանում։ Չէ, այս հարցերին պետքա ինստիտուտները պատասխանեն, որ հետո այդ եմ։ ինստիտուտը
իրավունք ունենա ապավինելու այդ ժողովրդի ողջախոհությանը, էլի, որ այդ ժողովուրդը տեսնես ինստիտուտը մի բան է անում, եւ այո, այդ մի բան անելուն ժողովուրդը նաեւ իր քայլով ավելացնի այդ գործին մի լուման, հա, կոպիտ ասած։ Բայց լավ, ինչևէ, եթե մենք Այստեղ իրականում միանշանակ համաձայն եմ եւ կարծում եմ, որ այնուամենայնիվ կարողությունների զարգացման կարիք կա, որովհետեւ մեր ինստիտուտները նմանատիպ հիբրիդային պատերազմների պատրաստ չէին, դա էլ պիտի հասկանանք եւ միևնույն ժամանակ հասկանանք, որ Մոլդովան առանց կարողությունների զարգացման եւ առանց գործընկեր երկրների օգնության հնարավոր էր չէր կարողանալու դուրս գալ այս իրավիճակից եւ ասում եմ այստեղ մեր առավելությունը մեր ժողովրդի ավելի զգոնությունն է եւ ծայրահեղ իրավիճակներում ճիշտ կազմակերպվելու ունակությունը այլապես մենք էլ արդեն պիտի տապալված լինենք բայց ես հուսով եմ որ մեր ինստիտուտները աստիճանաբար ընդունելով նաեւ օգնություն կարողանում են կարողություններ զարգացնել եւ հիբրիդային պատերազմին հակազդելու որևէ միջոց գտնել ուղղակի դրանք կարծում եմ այս պահին մեզ համար տեսանելի չեն բայց այն որ պարբերաբար քննարկումներ են տեղի ունենում պարբերաբար լուրջ ֆորումներ են տեղի ունենում միջազգային փորձագետների մասնակցությամբ որոնք հիմնականում նաև հանրային են լինում ուղղակի մեր քաղաքացիները ավելի շատ ցավոք սրտի դեռևս նախընտրում են սկանդալներն ու այսպես ողբերգությունները որպես այսպես հետևորդ հա ուսումնասիրելու, նայելու, կարդալու լուրերը եւ այդ ֆորումներին քիչ են մասնակցում եւ քիչ են հետևում, բայց դրանք տեղի ունենում են այնուամենայնիվ Տիկին Բադալյան, երբ որ դուք խոսում եք այն միջավայրի մասին, որը պետք է այնպեսին լինի, որ օրինակ մեզ անհանգստացնի մեր ավելի լավ կրթություն ստանալը, ավելի շատ զարգանալը, ավելի մեծ նվաճումներ ունենալը, քան առավոտից երեկո ապրել, չգիտեմ, փակ սահմանների դարդու ցավերով ու նման բանով, դուք նաև նկատի ունեք խաղաղությունը երևի կամ այսպես ասենք ինստիտուցիոնալ խաղաղությունը, որը պիտի ապահովի այդ միջավայրը։ Այս համատեքստում ձեր ընդդիմադիրները ասում են դուք փուչիկ խաղաղությունը ոնց որ թանկով ծախում եք մեզ վրա ընտրություններից առաջ եւ օրինակ նույն Ադրբեջանից այս վերջին օրերին բավականին էլի հակասական հայտարարություններ սկսվեցին Ադրբեջանի Մեջլիսի իրավական հարցերի եւ պետականաշինության մշտական հանձնաժողովի փոխնախագահը հայտարարություն տարածեց նշում է որ եթե Հայաստանը միջանցքի բացման մասին անհապաղ որոշում չկայացնի Ադրբեջանը պետք է ուժով մաքրի այդ տարածքը ասում է որ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի գրավումից հետո Բաքուն դրա վերահսկողությունը պետք է հանձնի կամ Միացյալ Նահանգներին օգոստոսի 8-ի հայտարարության դրույթների համաձայն կամ Ռուսաստանին 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների հիման վրա վտանգավոր հայտարարություն է իհարկե, բայց միևնույն ժամանակ տեսեք խաղաղությունը փուչիկ չէ, որը մենք ընտրություններից առաջ ենք վաճառում սկզբից կամ, հա, 2021 թվականի նախընտրական շրջանում մեր հիմնական խոստումը խաղաղությունն է եղել։ Ընդ որում շատ ռիսկային խոստում էր դա եւ շատ ամբիցիոզ, որովհետեւ պատերազմից անմիջապես հետո խոսել խաղաղության մասին, որը որ անհնարին է, մենք դա արել ենք 2021 թվականից։ Եվ հետեւաբար սա նորություն չի, ուղղակի հիմա կան ակնառու քայլեր, սա մեկ։ Երկրորդը մենք պիտի հասկանանք, որ առաջին հերթին այդ խաղաղությունը մեզ է պետք եւ մենք ենք դրա համար պայքարում։ Սա անմիջապես այսպես երկուստեք որ ընդունված որոշում չէր, հա, որ երկու կողմերը նստեցին, ասեցին դե եկեք այսօրվանից խաղաղության գնանք։ Այդպես չի, չէ, եւ մենք գիտենք նաեւ, որ մեր ռազմավարական դաշնակցին էլ ձեռք չի տալիս խաղաղությունը, որը կլինի տարածաշրջանում։ Այս բոլորը հասկանում ենք, չէ՞, մենք եւ հասկանում ենք, որ մենք սկսել ենք միայնակ պայքարել խաղաղության համար եւ ընթացքում որոշ երկրներ մեզ միացել են եւ փորձել են աջակցել։ Բայց սա հեշտ ճանապարհ չի։ Սա գուցե մեր ցանկությունն է, բայց ինչ որտեղ Ադրբեջանի համար պարտադրված խաղաղություն է։ Որովհետև նրանք ի վիճակի են, այնքան պատրաստված էին, որ նրանք ի վիճակի են պատերազմի միջոցով իրենց նպատակներին հասնելու։ Մեզ խաղաղությունը պարտադրված չի, դա մեր նպատակն է։ Իսկ նպատակներին հասնելու ճանապարհը շատ ծանր եւ դժվար է լինում։ Եվ մենք պիտի որևէ սադրանքի չենթարկվենք, որևէ հայտարարության պիտի
ուշադրություն չդարձնենք, պիտի ուշադրություն դարձնենք այն փաստաթղթերին, որոնց տակ Հայաստանի Հանրապետության վարչապետի եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահի ստորագրություններն են, որովհետեւ փաստաթղթերն են ամեն ինչ որոշում, այլ ոչ թե հռետորաբանությունը։ Եվ այդ համատեքստում վերջինը նույն падգամավորը հայտարարում է, որ Երևանը չափազանց իրեն բանը դանդաղ է պահում կյանքի կոչելու համար պայմանավորվածությունները, ասում է Վաշինգտոնի հռչակագրի ստորագրումից հետո հայերը չափազանց հանգստացել են, ինչը անթույլատրելի է։ Արխային է կնկել։ Արխա Ես մի բան եմ ուզում ասել, երբ մենք խոսում ենք պատգամավորների հայտարարությունների մասին, ես ձեզ խնդրում եմ միշտ հիշել, որ մեր ընդդիմադիր պատգամավորների խելքին ինչ փչում է, նրանք երբեք չեն նայում որևէ ելույթ ունենալիս Հայաստանի Հանրապետությանը դա վնասում է թե ոչ։ Այն աստիճան, որ երբ որ մենք խոսում ենք Ադրբեջանի եւ Հայաստանի Հանրապետությունների տարածքային ամբողջականության ճանաչման մասին եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում փաստաթուղթ ենք ստորագրում, որտեղ որ հստակ նշվում է տարածքային սահմանների անձեռնմխելիությունը, տարածքային ամբողջականության եւ սահմանների անձեռնմխելիությունը եւ այլն, եւ մեր падգամավորների սեղաններին դրված է Արցախի դրոշը, ես կարծում եմ, որ պետք չի այդքան ծանր տանել Մեջլիսի որևէ падգամավորի հայտարարություն։ Կրկնում եմ, ամեն ինչ որոշում են երկրի առաջնորդների ստորագրությունները, որոնք դրված են փաստաթղթերի տակ։ Դե, բայց ծանր ենք տանում, որովհետև Հայաստանը ժողովրդավար երկիր է, ով ինչ ուզում եւ անում է, իսկ Ադրբեջանը ոչ։ Այս այնտեղից պետք է թույլտվություններ լինեն, համախոհություն լինի քո խոսքի հետ, այլապես Նորմալ չեք համարում երկրի ներքին կյանքը եւ ժողովրդին մանիպուլացնելու եւ քաղաքական դիվիդենդներ շահելու համար։ Նորմալ չէ արդյոք ներքին լսարանի համար տարվող այդ հռետորաբանությունը, որը էականորեն տարբերվում է այն հռետորաբանությունից միջազգային լուրջ դերակատարների հետ մասնակցությամբ հանդիպումների ժամանակ։ Պետք է ուղղակի մի քիչ ուշադիր եւ զգոն լինել եւ պատգամավորն էլ ազատ է յուրաքանչյուր հայտարարություն անելու եւ եթե նկատել եք, ես էլ բոլորովին վերջերս անընդհատ շատ սուր խոսում եմ մեր ռազմավարական դաշնակցի կամ նախկին ռազմավարական դաշնակցի մասին, բայց պետական քաղաքականության հետ դա չի համապատասխանում։ Եվ այնպես չի, որ ինձ ինչ որ մեկը ուղղորդել է կամ թույլ տվել է կամ արգելել է։ Ես պատգամավոր եմ, որը առաջնորդվում է իր խղճի եւ մտքի ազատությամբ։ Եվ դրա համար չի հետապնդվում ըստ սահմանադրության։ շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Լուսինե Բադալյանն էր, բաժանորդագրվեք YouTube-յան ալիքին, իսկ օրվա զարգացումներին հետևեք Telegram-յան ալիքում, որի հղումը այս տեսանյութի մեկնաբանության բաժնում է։